Շները, ինչպես նշում են բնակիչները, ագրեսիվ են դառնում հատկապես երեկոյան ժամերին։ Քաղաքում զբոսնելը, եկեղեցի գնալը կամ պարզապես գործով A կետից B կետ անցնելը վտանգավոր է դարձել։ Հարձակվել են իմ աղջկա վրա են գործիքով կանոնով դասի գնալիս, վախեցրել են, էլի երեխեք կան, էլի մարդիկ կան։ Հիմա չգիտեմ, ես դրա լուծումը որը կլինի։ Միգուցե քաղաքապետարանը մի բան մտածի։ Դժգոհում ենք մենք շներից, շատ վտանգավոր են, հատկապես երեկոյան ժամերին։ Իհարկե։ Ամեն դեպքում, եթե չեն էլ հարձակվում, մարդիկ շատ ավելի զգուշ են, լարվում են, էլի։ Անգամ դուք էլ որ քայլ եք, կզգաք, որ շատ են, իրոք շատ են, բայց թե ինչ պետք է անես, երբ որ ասենք Բայց ագրեսիվ են նաև։ Կան ագրեսիվներն էլ ինչ չէ, նամանավանդ ու ժամի 10-1 կողմերը, մարդիկ կլեն, որ ասենք դուս են գալի ման գալու, կամ ասենք ինչ-որ մի տեղ է տալու, պատահել է, որ ասենք հարձակվել են, ասենք վրեկները։ Մեր գյուղը սաղ թափառող շունա, սաղ ջերմոցները ճղում է, սաղ բույսերը վնասում է, երեխեքին ուտում է, կծում է։ Փողոցային չխնամվող շների խնդիրը նոր չէ այս քաղաքում, պարզապես լուծում այս տարիներին որևէ համայնքապետ չի տվել։ Այս տարի գրեթե բոլոր թեկնածուներն էլ խնդիրը ներառել են իրենց նախընտրական ծրագրում։